վերանորոգումից հետո մեզ չեն տալու, ասում 1000 տեղ է, չեմ կարա։ Ասեք, Ինչ ասեմ։ Վերանորոգումը գնացեք, դուք Երևան տոնավաճառ կանգնեք, մենք ստե վերանորոգում ենք, բրենդ պետքա կանգնեն։ Իսկ ես 97 թվից կանգնած եմ ստեղ, ամեն ինչ էլ արել եմ, հիմա ես թոշակառու եմ, եթե ես դուրս եկա թոշակը ստանալու ինձ ով պետքա պա, գնամ մետրոյի տակ փող հավաքեմ։ Բրենդը ո՞րն է, այսինքն Չգիտեմ։ դուք հիմա ինչ եք վաճառում։ Ես կոշիկ եմ ծախում։ Մի փոքր տեղ։ Գնացեք, չգիտեմ ինչ բրենդ այդ ցավը։ Ես եմ լսել։ Լսել եք, թե անձամբ ասել են ղեկավարի Ասել են գնացեք Երևան տոնավաճառ կանգնեք, ստեղ ռեմոնտ են անում, տալիս են ուրիշի։ Չգիտեմ։ Չեմ անում։ Մտավախություն ունեք, որ վերանորոգումից հետո ձեզ այլևս Չեն տալու տեղ։ Հա, բա ես եմ մնում եմ փողոցում։ Ինձ ով է պահելու։ միակ աղբյուրը Իմ միակ աղբյուրը սա է, ես թոշակառու եմ, ունեմ հիվանդամուզին, ես ինքս էլ հիվանդ եմ, ճնշումով ինսուլտ արած, ես իմ հարցերը ստեղով եմ լուծում, սրանով եմ ես ապրում։ Ուր գնամ։ Մետրոյի տակ փող հավաքեմ, ես այդ մարդը չեմ։ Անկամ ավել չեն թողնի, որ ես ավել անեմ, կամ չեն ընդունում, գնամ ճաշարանում աշխատեմ, աման լվացող չեն ընդունի։ Ինչ անեմ, ասեք։ Ուղղակի նորմալ չէ, այսքան մարդու անգործ թողեն, 30 տարուց ավել մարդիկ ստեղ տեղ են դրե աշխատում են ու այսօր բոլորը թողենք մի կողմ, բոլորի մոտ հացի խնդիր է։ Այո, թող վերանորոգենք, մենք բոլորս էլ կողմ ենք, բայց վերանորոգելուց հետո գոնե այս մարդիկ իրանց տեղերը ու արդյոք արժի 3-4 բրենդի համար այսքան 100,000-ավոր ժողովրդի թողել անգործ։ տեղեկատվություն ունեք այդ բրենդները, ինչ բրենդներ են, ում են պատկանում։ Տեղյակ չեն պահում, ուղղակի ասում են վերանորոգելուց հետո սաղ լինելու է բրենդներ, եթե դուք կարող եք բրենդ բացել եկեք, այսքան ժողովուրդ ինչ պիտի անի, այսինքն իրանք ամեն ինչ անում են, որ փոքր բիզնեսը փակվի։ Շարունակ մարդիկ այստեղ իմացել են, որ տոնավաճառ է գործում, եկել են իրենց հարմար գներով, այսինքն ըստ իրենց այստեղից մարդիկ պետք է գան ու բրենդային հագուստներ գնեն։ Եկեք մի հատ ուրիշ հարց էլ ասենք, մեր ժողովուրդը այսօր, որ օգտվում է այստեղից, մեր ռայոնի ժողովուրդն է։ Ու արդյոք այդ ժողովրդին համապատասխան է լինելու բրենդային հագուստների գներ, իհարկե ոչ։ 10 տարուց ավել ստեղ աշխատում եմ ու գալիս է հիմնականում այնպիսի մասա, որ գումարի խնդիր ունի։ Շատ հարմար գներ է, որ կարող է ժողովուրդը կարողանա օգտվել։ Մաչելի գներ է տոնավաճառումը, բոլորն էլ գիտեն դրա համար գալիս են ստեղ։ Բրենդային ստեղծելու համար առաջին հերթին թող ժողովրդին աջակցեն։ Նոր հետո սկսեն, թող վերանորոգեն, վերադարձնեն մեզ, գոնե տենց։ Իսկ իրանց տված տեղերը հնարավոր չի աշխատել ուղղակի։ Վճարը ինչքան է կազմել այս տարիների ընթացքում, օրինակ ձեր առևտրով դուք կարողացել եք եւ վարձավճարը վճարել եւ բավականացնել ձեր ապրուստի համար։ Դե որ ասում չենք ես իմ ձև ապրել, բայց շնորհակալ ենք եղել, ապրել ենք, բայց այսօր որ ընդհանրապես այս բոլորին հանում են ու ասում են գնացեք, դա նորմալ չի։ Գոնե պիտի տեղով ապահովեն մարդկանց, նորմալ տեղով։ Մի տարի ժամանակ հատանք կամ վերանորոգեն, էլի եմ ասում, կաջակցենք, թող վերանորոգեն, բարելավեն, վերադարձնեն մեզ։ Դուք էլ եք դեմ Երևան տոնավաճառ տեղափոխվելուն այնտեղ։ Երևան տոնավաճառում ոչ բոլորին են տեղ տալի, այնտեղ շատ քիչ տեղեր է, ու տեղերն էլ նորմալ տեղեր չի։ Այնտեղ դու չես կարող բիզնես, այսինքն ստեղ թողես ամեն ինչ, ու այնտեղ զրոյից սկսել դա չի կարելի, էլի, մի քիչ ժամանակ։ 30 տարի հաճախորդ ենք սովորացրել, որ մեր հաճախորդները դառնան, մենք դրանով ապրենք։ Հիմա չգիտեմ, Երևան տոնավաճառում մենք չենք կարող այդ հաճախորդին տանենք այնտեղ, ասենք, գիտեք ինչ, պետք է գաք այնտեղ։ Կա այստեղ գործող։ Չեմ կարա ասեմ, շատ է, չեմ կարա ասեմ։ Ժողովուրդը։ Այդքան վարձակալներ չեն տեղավորվի Երևան տոնավաճառ։ Երևան տոնավաճառ Չեն տեղավորվի, իհարկե չեն տեղավորվի, հետո տեղերն էլ տեղ չի։ Երրորդ, չորրորդ հարկ ոչ մի հաճախորդ չի բան։ գնաց այնտեղ վերցնես, դու չես կարող դրանով քո հացի խնդիրը լուծես։ Նախ պետք է հաճախորդ հավաքես, իսկ դրա համար տարիներ է պետք։ Իսկ մենք ստեղ տարիներ ենք դրել, որ հավաքենք այդ հաճախորդներին։ 10 տարի։
Դեստեղ եկել ենք մենք զարգացել Խաչատուր Սուքյոսյանի բիզնեսը։ Անես չի որ սա Իրանը Սա չի, էլ է սա էլ է Իրանը։ Ուղղակի 30 տարուց ավել ինքը մեզանով վարձատրվել է։ Այս ինչ որ ունի, էդի ստեղի Մի հատ աշխատողների տարիքով շնորհիվ։ կանանց նայեք, էլի քանի տարի, 30 տարուց ավելի, թե տղամարդիկ, թե կանայք ստեղ աշխատեն։ Ճիշտ են ասում, իրանք հիմա կարող են նորից զրոյից սկսել։ Իհարկե ոչ։ Այսօր լիքը մարդիկ բանկերով, վարկերով ստեղ ապրանք են բերել, որ իրանց հացի խնդիրը լուծել։ Ու ժամանակ չտալ մի ամսվա համար ամեն ինչը թողել գնալ, դա նորմալ չի։ Նույնը ասած է։